Հրապարակ օրաթերթը գրում է. Ինչու կալանավորվեց Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը, նախօրեին անսպասելիորեն ձերբակալված ապա կալանավորված Մկրտչյանը մի խումբ անձանց հետ ծեծել է իր նախկին աշխատակից Շենգավիթի ԿՊ տարածքային կառույցի ղեկավար Տիգրան Մակարյանին, որն աշխատել է թաղապետարանի քաղաքաշինության բաժնում, սակայն Մկրտչյանի հետ լեզու չգտնելու պատճառով ամիսներ առաջ ազատվել է աշխատանքից։ Նրանց միջև կոնֆլիկտը ծագել է, երբ թաղապետը հանձնարարել է քանդել համայնքում մի շինություն, Մակարյանն ասել է, որ սեփականատերն իր հարևանն է, ճիշտ կլինի, որ այդ գործով այլ աշխատող զբաղվի, ինքը վատամարդ դուրս չգա։ Թաղապետն առարկել է եւ Մակարյանը դիմում է գրել։ Դրանից հետո թաղապետն էլ իր հերթին է սկսել սաբոտաժ անել Մակարյանի նախաձեռնած կուսակցական հավաքները, իսկ ծեծկրտուքի առիթը դարձել է այն, որ ԿՊ տարածքային ղեկավարը Ռազմիկ Մկրտչյանի հասցեին նրա մտերիմներից մեկի մոտ հայախառն արտահայտություններ է արել։ Թաղապետի մտերիմն հորդորել է Մակարյանին իր տուն հրավիրել կուսակցական հարցերը քննարկելու պատրվակով, որտեղ էլ խմբով ծեծել են։ Ծեծկրտուքից հետո մի քանի օր Մակարյանի տան մոտ ոստիկաններ են հերթապահել, քանի որ Մկրտչյանը սպառնացել է, որ դրանով չի վերջանալու, ապա այս կինոն քննարկվել է կուսակցական նիստում եւ լուրը ասել է Փաշինյանին, որի հրահանգով էլ թաղապետը կալանավորվել է։ Իդեպ ասում են Մկրտչյանի քաղաքական հովանավորն Արայիկ Հարությունյանն է, որը նույնպես Շենգավիթից է։ Նկատենք, որ չնայած ծեծկրտուկը խմբակային է եղել, սակայն միայն թաղապետն է կալանավորված։ Ես հիշեցնեմ, որ եթե այս պատմության մասին մենք տեղեկանում ենք մամուլից, այն էլ հետ ծեծկրտուրքային այս պատմությունն ենք իմանում, պաշտոնից ազատվելուց հետո, նոր-նորքի թաղապետը ուղիղ եթերում եվրոպական ստանդարտներին համապատասխան ծեծեց քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին, որը կոռուպցիոն պատմություններ էր բացահայտում։ Եվ այս մարդը ոչ միայն չկալանավորվեց, այլև հիմա շատ հանգիստ ապրում է, միայն թողեց պաշտոնը, այն էլ մեծ աղմուկից հետո, հանրային ճնշումից հետո, եւ սա լավագույն ցուցիչն է, թե որն է առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանի եւ այս իշխանության համար։ Իրենց համար առաջնահերթություն չէ իրավակարգի պահպանումը, իրավական մթնոլորտի պահպանումը։ Դու կարող ես մարդ ծեծել ու դրա համար անպատիժ մնալ, բայց դու չես կարող ծեծել ԿՊԱ-կանի ու դրա համար անպատիժ մնալ։ Սա կարևորագույն ուղերձն է, որ այս լուրը մեզ տալիս է, եւ մյուս կողմից մյուս կարևոր դետալը, որի վրա կուզեմ ուշադրություն դարձնենք, հայկական միջավայրում, սովորաբար նաեւ արևելյան միջավայրում, երբ որևէ մեկին հրավիրում ես քո տուն կամ դու գնում ես որևէ մեկի տուն, դու չես կարող այդ մարդուն ծեծել, դա եւ հյուր գնալու կանոն է եւ հյուր ընդունելու կանոն է։ Անկամ թուրքերը իրենց տուն մտած թշնամու վրա ձեռք չեն բարձրացնում։ Ասում են թող տնից դուրս գա, նոր իր հարցերը կլուծեմ։ Շատ կարևոր մշակութային կոդ է, որ կա մեր հանրությունների մոտ։ Այս մարդուն հրավիրում են իրենց տուն եւ ծեծում են։ Սա էլ իմ դիտարկմամբ լավագույն ցուցիչն է, թե մենք ինչպիսի մարդկանց հետ գործ ունենք։ Նրանք չունեն այն մշակութային կոդը, որը ուներ գոնե, ես հուսամ, որ հիմա կա այդ կոդը։ Մեր հանրությունը ուներ արևելքը եւ ունի ցանկացած մարդ, որը ինչ որ կերպ, ինչ որ արժեքների հավատում է, եթե այդ արժեքները իհարկե սրբապղծություն չեն։ Երկու կարևոր ուղերձ, որ առանձնացրեցի ձեզ համար այս լուրից։